Ներողություն ում եք տեսնում որպես երկրի հաջորդ վարչապետում կուզենայիք որ լիներ։ Ոտ Ոչ մեկի։ Ձեզ են տեսնում։ Ոչ մեկի։ անպայման, բա Ինչու։ որովհետև լավ մարդ է, մարդկությանը պիտանի մարդ է։ Ինչպիսին պիտի լինի եթե Այդպիսին։ հայրենիքի համար։ Դե հայրենիքին նվիրված մարդ է, այդպես մարդիկ պետք լինեն, թե չէ երկիր տվողներին բերեն դրեն ումն է պետք։ Արման Թաթոյանը բավականին խելացի քաղաքական գործիչ է։ Վատը չի։ Ոյ մինոկորը Պետյանին մենք ուզենք։ Հաջորդ վարչապետի համար չկա, կամ մի հատ եւ անկրկնելի Նիկոլ Փաշինյան։ Կարգ, կանոն ու լիքը պես լավ բաներ։ Դե հայրենիքի համար բերեք այդ չմանրամասնեմ, հա։ Այդ հայրենիքի համար ժամանակին կարային մտածեին զենք զինամթեր գնային։ Փաշինյանին չեմ սիրի, ատում եմ, որ ինքը ստորագրել մեկ անգամ ասել է Ղարաբաղը Հայաստանը, հիմա էլ ասում է չէ, Ադրբեջան, հասնել է մեզ բերել ստեղ, սովաստարավ մեր ժողովրդին կոտորում։ Մի բան էլ Պետք է ասեմ Փաշինյանին, մարդ որակ չունի նրա։ մի ուրիշ հարցել Դուր, նա մարդ ասել ամոթ է, ով է Փաշինյան ուզում է ընտրի, գնա ընտրի, ես չեմ ընտրի, գնա ընտրի, երկու անգամ կստորագրես։ 3 Հա, լավ կանես, հիմա ես չեմ ուզում։ Մենակ ուզում եմ իմ տոնը իմ տեղը, ես գնամ իմ տանս ապրեմ, իմ տանս ծածրեմ։ Ձեզ ստիպել է որ ընտրեք։ Դե ասում ես գնա ընտրի, ուզում ես երկու Ինձ խրկել է, իմ տնից խրկել է։ Հա, ինձ խրկել է։ Այդ եմ ասում, ուրիշ բան չունեմ ասում։ Վարդան Ղուկասյան դոգ։ ինչու։ Ես դրան եմ ընտրում, վերջ։ Ես դրան եմ նախատեսում։ Ես 3 անգամ դիմեցի Փաշինյանի աշխատակազմին, 3 անգամ դիմեցի առողջապահության նախարարություն, իմ վիրահատության համար ոչ մեկ ինձ չօգնեցին ոչ մի հարցով։ Եվ միջև հիմա արդեն եղավ 3 տարի ես վիրահատության կարիք ունեմ։ Թոշակառու եմ։ Ես։ Ինչու։ Որտեղ լրիվ վարչապետ են ուզում, ես էլ կուզեմ վարչապետել, ինչ պակասը։ Ժողովրդի մասին գոնե մտածեմ։ Ինչ կանեք։ Բայ։ Ժողովրդին կօգնեմ։ Ես ոչ մեկին։ Անձի։ Ոչ մեկի, Ինչու։ որովհետև պետությունը կործանվել է, չկա ոչ մեկը։ Սաղ երաս պաշտոնի համար են կռիվանում։ Անի ջան, բարև ձեզ։ Այս Ում եք տեսնում հաջորդ վարչապետ։ Նիկոլ Փաշինյանն էլ ո՞ւմը։ Ինչու իրեն։ Որովհետև արժան, ով կա իրանից բացի լավ ղեկավար։ Ուրիշ մեկին տեսնում եք։ Ես հարցերն եմ տալիս։ Այս չէ պատասխանում եմ, ձեր հարցը եմ պատասխանում, Անի ջան։ Ուրիշ մեկին չեմ տեսնում ես։ Նորմալ ղեկավար չկա։ Ոչ մեկի։ Չեմ տեսնում։ Ոչ մեկ մարդ չկա այս երկրում։ Երկրորդ կարգի հաշվանդամ, մարդս երկրորդ կարգի հաշվանդամ, երկրորդ կարգի հաշվանդամ, տղես զինվորական հիվանդ է, փարոսը կդրել է։ Իմ երեխան թոսոլած մնա, որ երկրի համար արունը թափի։ Երկրորդ կարգի հոգեգանը խանգարվել է, երկրորդ կարգի հաշվանդամ դառի։ Ես էլ մանգուց հիվանդ է։ Մարդս մի նեղվի։ Թողտանին այդ բալեքի վերածախսեն այդ փողը։ Ասկե հուրախություն չտենա այս Հայաստանի ղրգավարությունը։ Մեկին 100 միլիոն տալը, մեկին 20,000 էլ չեն տալում։ Էդի շնորհքա։ Ոչ մեկին չեմ տեսնում։ Հենց անց չենք տեսնում։ Նախ քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Երրորդ կարգի հաշվանդամ եմ։ Ես 8-9 տարի գնում եմ թոշակի, ամեն տարի կանչում բերում են, օրենքա փոխվե օրենք, մինչև պետք է ծերությունս գա, 63-ս լրանա, նոր ցմա ինձի թոշակ տան։ Հիմա ես իմ թոշակով գնում եմ ցախ եմ առնում, դրա հետ վճարայինը որն է։ Որն է դրա հետ վճարայինը։ Բոլոր թոշակառումներն դժգոհ են։ Ոչ աշխատանք կա, ոչ գործ կա, ժամանակին վայենի գործարանում արեստավոր եմ եղել, աշխատել եմ։ Հիմա մի կերպ գոյատևում են, կոմունալ, ծմռանը մեր տունը դուրսը մեր տնից տակ է, հենց մի գնանք մեր տունը դրսից ցուրտ է։ Հայմատական կարգով իմ կարծիքս է, Թաթոյանը ավելի խելոք է, քան մնացածը։ Քանի որ նա եղել է մարդու իրավունքների պաշտպան, որովհետև ժողովրդի պահանջմունքները բանը սաղանգիր գիտի, մարդկանց սաղ իրան էին դիմում, դրա համար ինքը ավելի մարդամոտ է, քան մնացածը իմ կարծիքով։ Պահանջմունքները մարդկա ժողովրդի
Շփվել է ժողովրդի հետ իմանում է։ Օրինակ ես որ ընտրեք շոտ լավ տղայա գրող թողնի ես չեմ հետաքրքրել դրանցով Աստված իրանց է ով կուզի թողնել լինի ինձի։ Ինչու՞։ Հա։ Որտեղ ոստե վարչապետ չկա նորմալ։ Չկա։ Եթե ընտրենք էլ Սամվել Կարապետյան։ Թե չէ այստեղ վարչապետ գոյություն չունի։ Մենակ ուտելու գործին է կային այդ վարչապետը։ Հիմա ասեք, ինքը իր դիրքորոշում ունի, դուք ձերը, մի ընդհատեք, լսում եմ ձեզ։ Հիմա լսում եմ ձեր կարծիքը։ Մեր կարծիքը մի հատ Նիկոլ Փաշինյան։ Մենք իրանից շատ գոհ ենք, շնորհակալ ենք, ինքը շատ լավ անձնավորություն է։ Սամվել Կարապետյանին, Ինչու՞։ որովհետև նա մեծատառով մարդ է, ոչ թե խաբեբա։ Իմ տղաները մեկը գնաց պատերազմի, դաշտ, վիրավորվավ, հետո հիվանդացավ, մահացավ, երեխաներ մնացել են իմ ուսին։ Մյուս տղաս, էլի նորից Թիֆլիսում ծառայում էր, գարադոկը վառեցին, այդ երեխան էլ հիվանդացավ, իր աղբորի հետ նույն տարում երկու աղբեր մահացան։ Հիմա ես Իվալիտ երեխա ունեմ բանակից, Իվալիտ երկրորդ կարգի աշխատամ։ Ես էլ միայնակ ձեր թոշակառու։ Իմ փարոսից զրկել են, խի, ինչի համար 8 ամիս չեմ ստանում, որ ես հոգեբուժարան հաց տանեմ իմ երեխուն։ Ինչի զրկեցին, որ տան պարգևավճար, հա։ Բոլորին տան պարգևավճար իմ երեխու փարոսը խի կտրեցին։ Ինչի համար, ես միայնակ ձեր թոշակառու եմ։ Բանկեկ եմ բերել դրա շոշի վրան ծախեմ, որ իմ Իվալիտ երեխեքը պահեմ։ Բանկեկ, փակած բանկեկ։ Խի, ինչի համար։ Պարգևավճար կտա, փարոսները խիա կտրում։ Պարոն Փաշինյանը, խիա կտրում։ Բա ես էլ եմ ուզում ապրեմ։ Ես Փաշինյանին չեմ ընտրել։ Ինքը չել է մարդ ու չել լինի։ Թողան ինձ տանեն դատեն։ Ես ճիշտ է խոսող մարդ եմ։ Ես ոչ մեկին չեմ կարող ասել, ում ընտրեմ, ում չեմ ընտրել։ Բայց ես Փաշինյանին չեմ ընտրել, որովհետև ժողովրդին կամեց արդեն կերավ։ Արա մեր ժողովուրդը էշ են, էշը չեմ կարող խոսել ախպեր։ Սաղն է մեկ, որ դրած ամեն ինչի վրա։ Ժողովուրդը մեկ կան, ճշմում ասած։ Մտնես, ընես տներս մտնում ախպեր, երկու ոտը չկա ախպեր, կրվոտ մարդա, ոչ կա, ձեր չկա ախպեր, բայց ինքն ախպեր նպաստա, են էլ ակտաս իրա վրեն։ Չեք պատասխանում կնել։ Բոլորից հոգնել ենք արդեն։ Որը բարինա նրան էլ կընտրեք։ Չեմ ուզում պատասխանել։ Արման Թաթուանին, ինքը որպես մարդ, որպես ազնվորություն, որպես կիրթ, գրագետ, կարելի է իրան ընտրել։ Արման Թաթուանին էլի կոմունակից եմ դարել, որտեղ իրոք մարդը իր ասացի մի առաջին նյութ կա, առաջին ինքը տեսք ունի, երկրի ղեկավարի տեսք ունի, պետք է երկրի ղեկավարը տեսք ունենա դրսում արտասահմանը բոլոր։ Ես այդ մարդուն համակրում եմ, երևում որ այդ մարդը կաշխատի էլի։ Խոսալուց նորմալ տպավորություն է թողում, չգիտեմ։